Մեր օվկիանոսների մակերևույթի տակ թաքնված է մի աշխարհ, որը կարծես երբեք նախատեսված չէր, որ մենք այն տեսնեինք։ Մի աշխարհ, որտեղ լույսը մահանում է, իսկ կյանքը ընդունում է այնպիսի ձևեր, որոնք գրեթե անհնարին են թվում։ Երբ մենք ավելի ու ավելի խորն ենք իջնում, անցնելով լուսավորված գոտին, ապա մթնշաղային գոտին, իսկ հետո կեսգիշերային գոտին, այն արարածները, որոնց հանդիպում ենք ճանապարհին, դառնում են ավելի ու ավելի տարօրինակ։ Մենք տիեզերանավեր ենք ուղարկել Մարս։ Մենք քարտեզագրել ենք հեռավոր գալակտիկաները, բայց Խորը օվկիանոսի նույնիսկ 5%-ը չենք հասցրել ուսումնասիրել։ Մենք ավելի շատ բան գիտենք լուսնի մակերևույթի մասին, քան այն մասին, ինչ տեղի է ունենում մեր սեփական օվկիանոսների տակ։ Մոտ 1800 մետր խորության վրա։ Մակերևույթում օվկիանոսը լուսավոր է եւ լի կյանքով։ Արևի լույսը սնուցում է պլանկտոնի ծաղկումը, որով սնվում են ձկները, իսկ ձկներն իրենց հերթին պահպանում են ամբողջ սննդային շղթաները, կորալային խութերից մինչև գետեր։ Բայց հենց որ իջնում ենք 200 մետրից խոր, լույսը սկսում է անհետանալ։ Մենք մտնում ենք մթնշաղային գոտի, օվկիանոսի հսկայական շերտ, որը ձգվում է մինչև 1 կիլոմետր խորությամբ։ Այստեղ արևի ճառագայթներն արդեն չափազանց թույլ են ֆոտոսինթեզի համար։ Պլանկտոնի անտառները վերանում են։ Այստեղ բույսեր չկան կանաչ էներգիա։ Միայն վերևից դանդաղ թափվող մասնիկների անվերջ հոսք։ Պլանկտոնի մնացորդների մանր բեկորներ եւ մահացած օրգանիզմների մնացորդներ։ Գիտնականները դա կոչում են ծովային ձյուն։ Մեզ համար այն գրեթե աննշան է թվում, բայց այստեղ ապրող արարածների համար դա հենց կյանքն է։ Իսկ այնտեղ, որտեղ սնունդ կա, կյանք էլ կա, բայց ոչ այն կյանքը, որին մենք սովոր ենք։ Մթնշաղային գոտու կենդանիները էվոլյուցիայի ընթացքում վերածվել են Երկրի ամենատարօրինակ արարածներից մի քանիսի։ Նրանցից շատերը թափանցիկ են, նրանց մարմինները ապակու են նման։ Ապակե կաղամարը դանդաղ սահում է ջրի հաստ շերտերի միջով, իսկ նրա օրգանները գրեթե անտեսանելի են, կարծես ուրվական լինի կապույտ խավարի մեջ։ Ապակե ութոտնուկը գրեթե ամբողջությամբ անտեսանելի է։ Նրա աչքերն են միայն մարմնի հստակ երևացող մասը։ Թե ինչու են այսքան տեսակներ հենց այստեղ դարձել թափանցիկ, մինչ օրս մնում է առեղծված։ Հնարավոր է դա քողարկման միջոց է, թույլ լույսի մեջ ամբողջությամբ անհետանալու հնարավորություն։ Կամ գուցե էներգիա խնայելու եղանակ մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր գունանյութ ավելի շատ է խլում, քան տալիս։ Մյուսները ընտրել են լրիվ հակառակ ռազմավարությունը, ոչ թե անտեսանելիությունը, այլ լույսը։ Կիսախավարում որոշ արարածներ ստեղծում են սեփական փայլը, քիմիական ռեակցիայի միջոցով, որը հայտնի է որպես կենսալուսարձակում։ Մեզ համար դա հիպնոզացնող տեսարան է, թարթող կետեր, փայլող նախշեր, ամբողջ մարմիններ, որոնք փայլում են լապտերների պես, բայց այստեղ լույսը նշանակում է գոյատևում։ Ոմանք այն օգտագործում են որսին հրապուրելու համար, մյուսները զուգընկեր գտնելու, իսկ որոշները անհետանալու։ Այս հնարքը կոչվում է հակալուսավորում։ Ներքևից նայող գիշատիչները կարող են նկատել մութ ուրվագիծը, վերևից եկող թույլ լույսի ֆոնին։ Թաքնվելու համար, օրինակ, լուսատու կաղամարները իրենց մարմնի ստորին մասը ծածկում են լուսարձակող օրգաններով։ Նրանք այնքան ճշգրիտ են կարգավորում այդ լույսի պայծառությունը, որ այն ամբողջությամբ համընկնում է մակերևույթից եկող փայլին։ Մարմնի ուրվագիծն անհետանում է, եւ կենդանին բառացիորեն ձուլվում է ֆոնին։ Սա քողարկման յուրահատուկ ձև է, հիմնված նմանակման վրա։ Լույսը ստեղծել լույսի մեջ անհետանալու համար։ Որոշ տեսակներ նույնիսկ ավելի հեռու են գնացել։ Արյունակարմիր սանրակիր մեդուզան փայլում է խորը կարմիր գույնով։ Այս խորության վրա կարմիր լույսը ընդհանրապես չի թափանցում։ Այդ պատճառով մեդուզան ամբողջովին սև է թվում։ Նույնիսկ նրա ստամոքսում գտնվող լուսարձակող որսը մնում է անտեսանելի գիշատիչների համար։ Մի աշխարհում, որտեղ ամեն ինչ որոշվում է լույսի կամ դրա բացակայության միջոցով, յուրաքանչյուր հարմարավետություն կապված է մեկ հարցի հետ՝ ով կարող է երևալ եւ ով ոչ։ Բայց մթնշաղային գոտին միայն լույսի խաղերով չի սահմանափակվում։ Այստեղ տեղի են ունենում օվկիանոսի ամենազարմանահրաշ երևույթներից մի քանիսը։ Ամեն գիշեր, երբ վերևում խավար է իջնում, միլիարդավոր արարածներ բարձրանում են խորքերից՝ լապտերարձակներ, կաղամարներ, մեդուզաներ, եւ խորքային աշխարհի ամբողջ բանակներ շարժվում են դեպի մակերևույթ, գիշերվա քողի տակ պլանկտոնով սնվելու համար։ Արշալույսին նրանք կրկին իջնում են ներքև, անհետանալով խավարի մեջ։ Այս ամենօրյա շարժումը կոչվում է ուղղահայաց միգրացիա։ Սա Երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ համաժամացված միգրացիան է։ Իր քանակով այն գերազանցում է բոլոր հոտերին, բոլոր երամներին եւ բոլոր միջատների պարսերին միասին վերցրած։ Եվ այնուամենայնիվ, չնայած իր հսկայական մասշտաբների, այս երևույթը թաքնված էր մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը։
Ռազմածովային սոնարների օպերատորները հայտնաբերեցին մի խորհրդավոր կեղծ ծովահատակ՝ Իջ շերտ, որը ամեն գիշեր բարձրանում էր վերև, իսկ ամեն առավոտ իջնում ներքև։ Բայց դա օվկիանոսի հատակը չէր, դա կյանքն էր։ Մի ամբողջ անտեսանելի աշխարհ, որը շարժվում էր մեկ միասնական օրգանիզմի պես։ Մթնշաղային գոտին այն վայրն է, որտեղ կյանքին մեզ ծանոթ օրենքները սկսում են խախտվել։ Այնտեղ, որտեղ թափանցիկությունը դառնում է սրահ։ Այնտեղ, որտեղ լույսն օգտագործվում է թաքնվելու համար։ Այնտեղ, որտեղ միլիոնավոր կենդանիներ բարձրանում եւ իջնում են մի ռիթմով, որն ավելի հին է, քան մարդկությունն ինքն է։ Սա խորքերի շեմն է, մի աշխարհի առաջին շերտը, որը մենք մինչ օրս չենք կարող ամբողջությամբ բացատրել։ 1 կիլոմետր խորությունից հետո արևի լույսն ամբողջությամբ անհետանում է։ Մենք հասնում ենք կեսգիշերային գոտի, մի թագավորություն, որը ձգվում է մինչև 4000 մետր խորություն։ Այստեղ լուսաբաց չկա մայրամուտ։ Միայն անվերջ գիշեր։ Ջերմաստիճանը հազիվ է գերազանցում սառեցման կետը։ Ճնշումն այստեղ հարյուրավոր անգամ ավելի մեծ է, քան մակերևույթում։ Մարդու համար սա այնպիսի վայր է թվում, որտեղ ոչինչ չի կարող գոյատևել։ Բայց հենց այստեղ է, որ էվոլյուցիան դառնում է ամենաստեղծարար։ Վերցնենք օրինակ վիշապած ձկանը։ Ի տարբերություն շատ այլ արարածների, այն կարողանում է արտադրել կարմիր կենսալուսարձակում։ Խորքային աշխարհի բնակիչների մեծամասնության համար կարմիր լույսն անտեսանելի է։ Այդ պատճառով վիշապաձկան փայլը դառնում է նրա անձնական լուսարձակիչը։ Այն լուսավորում է որսին, չմատնելով որսորդին։ Ավելի զարմանալի է այն, որ նրա աչքերը հատուկ հարմարեցված են հենց այդ թաքնված գույնը տեսնելու համար։ Կարծես վիշապաձուկը ստեղծել է մի գաղտնի ալիք, որը կարող է տեսնել միայն ինքը։ Այստեղի մյուս գիշատիչները անհետացման իսկական վարպետներ են։ Որոշ ձկներ ծածկված են գերխոր սև մաշկով, որն այնքան արդյունավետ է կլանում լույսը, որ արտացոլում է նրա նույնիսկ 0.5% պակաս մասը։ Նույնիսկ երբ սուսանավի լուսարձակն ուղղակիորեն լուսավորում է նրանք գրեթե ամբողջությամբ անհետանում են, իսկ հետո հայտնվում են ձկնորսաձկները, թերևս խորքերի ամենատարօրինակ որսորդները։ Էգը իր բերանի առջև պահում է լուսարձակող խայծը, որը գրավում է անզգույշ որսի, բայց նրանց ամենամեծ առեղծվածը կապված է բազմացման հետ։ Արուները ծնվում են փոքր, թույլ եւ անօգնական։ Նրանց միակ նպատակը էգ գտնելն է։ Հսկայական մութ օվկիանոսում դա գրեթե անհնարին խնդիր է։ Երբ արուն վերջապես գտնում է էգին, նա կպչում է նրան հատուկ ծնոտների օգնությամբ։ Ժամանակի ընթացքում նրա մարմինը միաձուլվում է էգի մարմնին։ Նրա օրգանները մեկը մյուսի ետևից անհետանում են։ Ի վերջո նա վերածվում է միայն սերմնաբջիջներ պարունակող փոքր պարկի, որը մշտապես կապված է էգին եւ սնվում է նրա արյունով։ Սա կենդանական աշխարհում հայտնի ամենածայրահեղ սեռական հարաբերություններից մեկն է։ Սակայն այստեղ ոչ բոլոր բնակիչներն են որսորդներ։ Ոմանք սնվում են մահացած օրգանիզմներով։ Նրանք սպասում են մինչև վերևից ինչ-որ սնունդ ընկնի։ Նույնիսկ մեկ կետի դիակը, որն իջնում է այս խորությունները, վերածվում է իսկական օազիսի։ Այն կարող է ամբողջ համայնքներ կերակրել տասնամյակների ընթացքում։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ ժամանակակից խորասուզող սարքերի օգնությամբ, մեր գիտելիքներն այս գոտու մասին դեռ մասնակի են։ Յուրաքանչյուր հայտնի տեսակի դիմաց գիտնականները ենթադրում են տասնյակ անհայտ տեսակների գոյություն։ Կեսգիշերային գոտի կատարված յուրաքանչյուր սուզում բացահայտում է այնպիսի արարածներ, որոնք գիտությունը նախկինում երբեք չի տեսել։ Հայլող աչքեր ունեցող կենդանիներ, ասեղի նման ատամներով արարածներ, կամ այնքան փխրուն մարմիններ, որ մակերևույթ բարձրացնելիս պարզապես քայքայվում է։ Սա կեսգիշերային գոտին, մի աշխարհ, որտեղ լույսը զենք է, որտեղ անտեսանելիությունը նշանակում է գոյատևում, որտեղ նույնիսկ բազմացումը ենթարկվում է մեր պատկերացումներից դուրս գտնվող օրենքների։ 4 կիլոմետր խորության վրա մենք լքում ենք բաց ջրերը եւ հասնում անդունդի հատակին։ Սա աբիսալ հարթավայրն է, երկրի ամենամեծ բնակավայրերից մեկը։ Այն ծածկում է մեր մոլորակի մակերևույթի ավելի քան կեսը եւ այնուամենայնիվ մնում է ամենաքիչ ուսումնասիրված վայրերից մեկը։ Այստեղ կողմնորոշիչներ չկան կորալային խութեր, չկան ջրիմուռների անտառներ, չկան լեռներ։ Միայն տեղմի անսահման անապատ, որը հազարավոր կիլոմետրեր ձգվում է բոլոր ուղղություններով։ Այստեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում 4 աստիճանից։ Սնունդը չափազանց սակավ է։ Այս պայմաններում գոյատևելու համար անհրաժեշտ են այնպիսի ռազմավարություններ, որոնք երկրի վրա այլ տեղեր գոյություն չունեն։ Դրանից մեկը չափերն են։ Անդունդի շատ բնակիչներ զգալիորեն ավելի մեծ են, քան իրենց մակերեսային հարազատները։ Հսկայական իզոպոդներ, որոնք չափերով նման են փոքր շանձակի։
Դանդաղ շարժվում են հատակային նստվածքի վրայով։ Ամֆիպոդները, որոնք սովորաբար շատ փոքր են լինում, կարող են աճել մինչև մարդու ափի երկարությունը։ Նույնիսկ հսկայական կոլոսալ կաղամարը, որը մոլորակի ամենամեծ անողնաշարավորներից մեկն է, ենթադրաբար բնակվում է այս խորություններում։ Գիտնականներն այս երևույթն անվանում են խորքային հսկայացում, բայց թե ինչու է այն առաջանում, մինչ օրս մնում է առեղծված։ Ոմանք կարծում են, որ մեծ չափերն օգնում են խնայել էներգիա։ Մյուսները ենթադրում են, որ դրանք ապահովում են ավելի լավ պաշտպանություն սակավաթիվ գիշատիչներից։ Ճշմարտությունն այն է, որ մենք դեռ չգիտենք պատասխանը։ Կյանքի մեկ այլ օազիս է առաջանում, երբ վերևի հսկաները ընկնում են ներքև։ Աբիսալ հարթավայր իջած մահացած կետը վերածվում է իսկական գանձի։ Ընդամենը մի քանի ժամ անց շուրջը հավաքվում են սննդակերներ, շնաձկներ, միքսիններ, ամֆիպոդներ։ Շուտով հայտնվում են ավելի տարօրինակ արարածներ։ Ոսկրակեր որդերը բնակվում են կետի կմախքի մեջ և սնվում ոսկորների ներսում փակված յուղերով։ Միայն մեկ դիակի վրա ձևավորվում են ամբողջ էկոհամակարգեր։ Նրանք կարող են գոյատևել տասնամյակներ, մինչև վերջում ոչինչ չմնա, բացի փոշուց։ Մյուս կենդանիները գոյատևում են ավելի համեստ սննդի աղբյուրների հաշվին։ Վամպիր կաղամարը, չնայած իր սարսափազդու անվանը, ընդհանրապես գիշատիչ չէ։ Նա երկար կպչուն թելերով հավաքում է ծովային ձյան մասնիկները։ Նույնիսկ թթվածնով աղքատ խորություններում նա կարողանում է գոյատևել արյան յուրահատուկ պիգմենտի շնորհիվ, որն ունի թթվածնի նկատմամբ ամենաբարձր կապակցվածությունը բոլոր հայտնի գլխոտանիների մեջ։ Այս տիղմի ու լռության անապատում կյանքը դանդաղ է ընթանում։ Արարածները դանդաղ են աճում, հազվադեպ են բազմանում և կարող են ապրել հարյուրավոր տարիներ։ Աբիսալ հարթավայրերից այն կողմ գոյություն ունի ավելի խորը սահման՝ օվկիանոսային խրամատներ, որոնք ձևավորվել են տեկտոնական ուժերի ազդեցությամբ։ Սրանք երկրի վերքերն են։ Այն վայրերը, որտեղ երկրակեղևի մի սալը սահում է մյուսի տակ, օվկիանոսի հատակը տանելով անհավատալի խորություններ։ Հենց այստեղ է սկսվում Հադալգոտին, որն իր անունը ստացել է Հադեսից, անդրաշխարհի տիրակալից։ Այն ձգվում է 6000 մետր խորությունից մինչև երկրի ամենախոր հայտնի կետը, գրեթե 11000 մետր մակերևույթից ներքև։ Պատկերացրեք այդ մասշտաբը։ Եթե Էվերեստը տեղադրեին Մարիանյան խրամատում, նրա գագաթը միևնույնն է կմնար ավելի քան 1.5 կիլոմետր ջրի տակ։ Այստեղի պայմանները գրեթե անհնար է պատկերացնել։ Ջերմաստիճանը մնում է սառեցման կետին մոտ։ Ճնշումը մակերևույթի համեմատ ավելի քան 1000 անգամ մեծ է։ Մարդու մարմնի համար սա ակնթարթային մահ կլիներ։ Բայց կյանքն այստեղ պարզապես գոյություն չունի։ Այն ծաղկում է։ Ամենազարմանալի արարածներից են խրամատների հատակում բնակվող խխունջածիկները, փխրուն, կիսաթափանցիկ, դոնդողանման մարմնով և բարակ մաշկով։ Նրանք չափազանց նուրբ են թվում նման դաժան միջավայրում գոյատևելու համար, բայց հենց նրանք են երկրի վրա երբևէ հայտնաբերված ամենախորքային ողնաշարավորները և հաջողությամբ ապրում են այնտեղ, որտեղ ոչ մի այլ ձուկ չի կարող գոյատևել։ Նրանց մարմիններում գրեթե չկան կոշտ ոսկորներ, իսկ բջիջները պաշտպանված են յուրահատուկ մոլեկուլներով, որոնք թույլ են տալիս սպիտակուցներին բնականon գործել այդ աներևակայելի ճնշման պայմաններում։ Խորքերի մյուս բնակիչները չափերով ավելի փոքր են, բայց ոչ պակաս զարմանալի։ Ամֆիպոդները, մանր խեցգետնանման կենդանիները, հսկայական խմբերով ծածկում են խրամատների հատակը։ Վերջին հետազոտությունները նրանց մարմիններում հայտնաբերել են պլաստիկի մանրաթելեր։ Սա ապացույց է, որ նույնիսկ մեր մոլորակի ամենահեռավոր անկյուններն արդեն կրել են մարդկային գործունեության ազդեցությունը։ Դա տխուր հիշեցում է, որ խորքերն այնքան մեկուսացված չեն, որքան ժամանակին կարծում էինք։ Խրամատների պատերի երկայնքով գտնվող հիդրոթերմալ աղբյուրների մոտ կյանքն ընդունում է ել ավելի տարօրինակ ձևեր։ Այստեղ միկրոօրգանիզմները սնվում են ոչ թե արևի լույսով կամ ծովային ձյունով, նրանք էներգիա են ստանում երկրի ընդերքից դուրս եկող քիմիական նյութերից, ծծմբաջրածնից, մեթանից և նույնիսկ գերտաք ջրում լուծված մետաղներից։ Այս միկրոօրգանիզմների վրա են հիմնվում որդերի, խեցեմորթիների և խեցգետինների ամբողջ համայնքներ։ Սա էկոհամակարգ է, որը հիմնված է ոչ թե ֆոտոսինթեզի, այլ քիմիայի վրա։ Այն ցույց է տալիս, որ կյանքը կարող է գոյություն ունենալ այնպիսի պայմաններում, որոնք լիովին օտար են թվում երկրի մակերևույթին։ Այս բացահայտումները ավելի մեծ հարցեր են առաջ բերում։ Եթե կյանքը կարողացել է հարմարվել նման ծանր պայմաններին այստեղ, երկրի վրա, ապա հնարավոր չէ, որ գոյություն ունեն նաև այլ աշխարհներում։ Եվրոպա և Էնցելիա անուններով սառած արբանյակները իրենց սառած կեղևի տակ թաքցնում են հսկայական օվկիանոսներ։ Նրանք տաքանում են ոչ թե արևի լույսից,
այլ ներքին ջերմությունից։ Ուսումնասիրելով Հադալգոտին, մենք կարծես մի ակնարկ ենք ստանում հնարավոր արտերկրյա օվկիանոսների մասին։ Եվ այնուամենայնիվ, չնայած դրանց կարևորությանը, մենք գրեթե ոչինչ չգիտենք խորը խրամատների մասին։ Մարիանյան խրամատ այցելած մարդկանց թիվը ավելի քիչ է, քան լուսնի մակերևույթին կանգնած մարդկանց թիվը։ Յուրաքանչյուր նոր սուզում բացահայտում է գիտությանը անհայտ արարածների, կիսաթափանցիկ ծովային վարունգներ, որոնք լողում են պարաշուտների պես, դոնդողանման էակներ, առանց հստակ անատոմիայի, միկրոօրգանիզմներ, որոնց նյութափոխանակությունը դեռևս առեղծված է։ Դարեր շարունակ մարդիկ պատկերացնում են խորը խրամատները որպես անշուչ դատարկություններ, ծովի հատակի լուռ գերեզմաններ, բայց դրա փոխարեն մենք հայտնաբերեցինք կյանքի անհավանական դիմացկունությունը։ Կյանքը, որը փոխվում է, հարմարվում եւ նորից ստեղծում է ինքն իրեն, գոյատևելու համար նույնիսկ ամենածայրահեղ վայրերում։ Եվ այնուամենայնիվ, որքան էլ որ մենք տեսել ենք, խորը օվկիանոսը շարունակում է մնալ առեղծվածներով լի աշխարհ։ Օվկիանոսի ավելի քան 80%-ը մինչ օրս չի ուսումնասիրվել։ Խորքեր կատարվող յուրաքանչյուր արշավախումբ վերադառնում է այնպիսի արարածներով, որոնց ոչ ոք նախկինում չի տեսել։ Թափանցիկ ձկներ, փայլող որդեր, մեդուզաներ, որոնք փոխում են կենսաբանության բոլոր հայտնի կանոնները։ Սա մի աշխարհ է, որտեղ բացահայտումները հազվադեպ չեն, դրանք տեղի են ունենում անընդհատ։ Նույնիսկ մեզ հայտնի կենդանիների մեջ դեռևս բազմաթիվ չլուծված գաղտնիքներ կան։ Ինչու են խորքային շատ արարածներ հասնում հսկայական չափերի։ Հսկայական իզոպոդներ, կոլոսալ կաղամարներ, մարդու ափի երկարությամբ ամֆիպոդներ։ Ինչու են որոշները դառնում գրեթե անտեսանելի, իսկ մյուսները ծածկվում են գերծանր սև մաշկով, որը կլանում է գրեթե ամբողջ լույսը։ Բայց ամենամեծ առեղծվածը շարունակում է մնալ կենսալուսարձակումն ինքնին։ Խորքային օրգանիզմների գրեթե 3/4-ը կարողանում են լույս արտադրել, բայց դրա պատճառները տարբեր են։ Որս, քողարկում, սուկընկեր գտնել կամ պարզապես գոյատևում։ Մենք մինչ օրս չենք կարող լիովին բացատրել, թե ինչպես են էվոլյուցիայի ընթացքում առաջացել այդքան բարդ քիմիական համակարգեր, եւ ինչու են որոշ տեսակներ փայլում այնպիսի գույներով, որոնք ոչ մի այլ կենդանի չի կարող տեսնել։ Իսկ առջևում դեռ ավելի խորը առեղծվածներ կան։ Առայժմ դրանք մնում են անպատասխան հարցեր, եւ գուցե հենց դա է, որ դրանք դարձնում է այդքան կարևոր։ Դրանք մեզ հիշեցնում են, որ երկիրը դեռ պահպանում է գաղտնիքներ, որոնք արժե պաշտպանել, գաղտնիքներ, որոնք արժե բացահայտել։